Ուկրաինական ուժերը կատաղի եւ ինտենսիվ հարվածներ են կատարել անօդաչու թռչող սարքերով։ Կադրում տեսնում եք Չեչնիայի Հանրապետության ամենակարևորագույն շենքերից մեկն է, որը վնասվել է։ Լինենք անկեղծ, ժողովուրդ ջան, ոչ ոք իրավունք չունի մեղադրել Ուկրաինային այս հարվածների մեջ։ Կրասնոդարի շրջանին էլ է հարվածներ կատարել Ուկրաինան։ Կրասնոդարի Թեմրյուկի շրջանին է հարված է, ժողովուրդ ջան, Գրոզնու վրա է եղել հարձակումներ, Չեչնիայի Հանրապետության վրա նույնպես, ու մեղադրել Ուկրաինային ճիշտ չի, ժողովուրդ ջան, Վլադիմիր Պուտինը արդեն քանի տարի է հրակոծում է Ուկրաինայի մանկապարտեզները, դպրոցները ու այնպիսի ժամերին, երբ որ այդ ժամերին այնտեղ երեխաներ են ու լիքը նմանատիպ հարվածներ է կատարում բնակելի օբյեկտներին, իսկ Ուկրաինան ինչ անում, հարվածում է էներգետիկ ոլորտներին, հարվածում է նավթամուղերին ու հարվածում է տնտեսական գոտուն։ Այսինքն ասել եմ ու միշտ կասեմ, միչև Վլադիմիր Պուտինի գրպանին չկպնեն ու ինքը չզգա, որ անընդհատ ֆինանսական կորուստներ է ունենում ու չի ավելանում այդ գումարները, ոչ մի բանակցությունների չի համաձայնվելու։ Գումարը կա, միջոցները կա, համարյա զորք չի ծախսում էլ այս վերջերս ռակետների հաշվին, էլ ինչ է պետք անել։ Հիմա այո, շատ է այդ կասեք զորքը մասնակցում, այո, ժողովուրդ ջան, զորքը մասնակցում է կռիվներին, բայց կոնկրետ բուն հարվածներ իրականացվում են օդային ճանապարհով։